Ուկրաինական անօդաչուները հարվածել են Վայլդբերիսի պահեստին, Եկատերինբուրգում։ Առաջնագծից գրեթե 2000 կիլոմետր հեռու գտնվող լոգիստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Ընկերությունը հայտնել է, որ հարձակման պահին 800 աշխատակիցներն արդեն տարհանված են եղել, տուժածներ չկան։ Ռուսական հակաօդային պաշտպանությունը 4 դրոն է խոցել գրոհի պահին, սակայն 3-ն ընկել են պահեստի տանիքին։ Նոր ապրանքների խմբաքանակները ժամանակավորապես տեղափոխվել են այլ պահեստներ։ Վերջին մեկ ամսում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Վայլդբերիսի պահեստներ են թիրախավորել Ստավրոպոլում, Մոսկվայի մարզում, Կրասնոդարում, Պենզայում, Սամարայում։ Մի քանի մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել են։ Ավելի քան 4 տարի շարունակվող պատերազմի հենց այս փուլում է Կիևին հաջողվել խոցել Վայլդբերիսի առնվազն 20 պահեստ։ Փորձագետները դեռ դժվարանում են հասկանալ գլխավոր պատճառը։ Ենթադրվում է, որ Ուկրաինայի հարվածային հնարավորությունը զգալի աճել է, որովհետև վերջին 2 տարիներին երկիրը սկսել է ավելի շատ հեռահար կամիկաձե անօդաչու թռչող սարքեր արտադրել։ Դրանք թեև զգալիորեն ավելի էժան են, քան թևավոր հրթիռները, կարող են հաղթահարել հարյուրավոր, իսկ երբեմն ավելի քան 1000 կիլոմետր։ Բացի դա, ըստ որոշ վերլուծաբանների, Ուկրաինայի հետախուզությունն ավելի արդյունավետ է դարձել։ Ուկրաինական բանակը նախկինի պես պատահական թիրախների չի հարվածում։ Բանակի ղեկավարությունը հասկացել է, որ ավիաբազաները, նավթավերամշակման գործարաններն ու զինամթերքի պահեստները ռուսական հակաօդային պաշտպանության խիստ հսկողության տակ են։ Փոխարենը կա բաց կետ՝ Վայլդբերիսի պահեստները։ Թեև Կիևը պնդում է, որ այդ պահեստները թիրախավորվում են, քանի որ օգտագործվում են ռազմական նպատակներով, փորձագետների գնահատմամբ Ուկրաինան փորձում է տնտեսապես էլ ճնշել ռուսներին։ Գտել է Դաշնության Աքիլեսյան գարշապարը, երկրի ամենամեծ առցանց առևտրային հարթակը։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։